Շաբաթ երեկոյան Կալիֆորնիայի Սթոքթոն քաղաքի խնջույքների սրահում ընտանեկան միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցները տոնը վերածեցին ծանր ողբերգության։ Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ 4 մարդ զոհվել է, իսկ 10 վիրավորվել են։ Սթոքթոնը, որտեղ ապրում է մոտ 320,000 մարդ, գտնվում է Սակրամենտոից 45 մղոն հարավ։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը հայտնել է, որ նա լիովին տեղեկացված է այս սարսափելի կրակոցների մանրամասներին։ Շերիֆի գրասենյակի ներկայացուցիչը դեպքը կոչեց անհասկանալի և սարսափելի, նշելով, որ զոհերն ու վիրավորները տարբեր տարիքային խմբերից են, անչափահասներից մինչև մեծահասակներ։ Կրակոցների պատճառով զոհվել է 3 երեխա, 1 երիտասարդ։ Սթոքթոնի քաղաքապետը, որը դեպքի վայր էր հասել միջադեպից քիչ հետո, նշել է, որ այս օրերին նկատի ունենալով շնորհակալության տոնի կապակցությամբ արձակուրդները, ընտանիքները պետք է միասին լինեն, ոչ թե իրենց հարազատների կյանքի համար աղոթեն հիվանդանոցներում։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները կարևոր քննարկումների սեղանի շուրջ են համախմբված, քննարկվում է Պուտինի հետ այս շաբաթվա բանակցությունները։ Մանրամասները մի քանի րոպեից։ Սկանդալային հրապարակում է տարածվել, ըստ որի պաշտպանության քարտուղարը մարդկանց գնդակահարելու հրաման է տվել։ Կոնգրեսը լուրջ քննարկումների փուլում է։ Անցած օրերին Լոս Անջելեսում և Կալիֆորնիայի մյուս շրջաններում բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել։ Փողոցային հրաձգությունից ու թանկարժեք ցեղատեսակի կատվի գողությունից մինչև 90-ամյա վարորդի ցավալի ավտովթարն ու վարսավիրանոցի հազարավոր դոլարների գողությունը։ Այսօրվա հաղորդման ընթացքում նաև ներկայացնելու եմ կարևոր վերլուծություն անսպասելի բացահայտման վերաբերյալ։ Խոսքը հայտնի ֆիլմում ներկայացված այլմոլորակայինների մասին է, այնպես որ դիտեք մեր հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել և մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք մեր հաղորդումը։ Իրաքի ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Ֆլորիդայում հանդիպել են ուկրաինացի բանակցողների հետ, որպեսզի ձեռնարկեն քայլեր ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու համար և պատրաստվեն Վլադիմիր Պուտինի հետ այս շաբաթ Մոսկվայում նախաձեռնված կարևոր բանակցություններին։ Քարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Ուիտքոֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները քննարկել են խաղաղության հնարավոր շրջանակը, ընդգծելով, որ նպատակը ոչ միայն պատերազմի դադարեցումն է, այլև Ուկրաինայի ինքնիշխանության պահպանումը։ Հանդիպումը կայացել է այն փուլում, երբ նախագահ Զելենսկին հայտարարել է իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականի մասին, վերջինիս տանխուզարկությունից և էներգետիկ ոլորտում $100 միլիոն հափշտակության սկանդալից հետո։ Ուիտքոֆը և Քուշները, որոնք ունեն բիզնեսից եկող բանակցային մոտեցում և նախկինում ներգրաված են եղել Գազայի հրադադարի առաջարկում, այս անգամ փորձում են ձևակերպել խաղաղության նոր մոդելը։ Մի խումբ օրենսդիրներ պահանջում են, որ Կոնգրեսը պաշտոնական լսումներ անցկացնի, որպեսզի պարզի պաշտպանության քարտուղարի տրված հրամանի մանրամասները։ Բանն այն է, որ The Washington Post-ի հետաքննությունը առաջ է քաշել մի վարկած, որը ահռելի դժգոհություն և քննարկման թեմա է դարձել։ Ըստ լրատվականի, սեպտեմբերի 2-ին թմրանյութերի դեմ հատուկ գործողության ընթացքում պաշտպանության քարտուղարը Կարիբյան և Արևելյան Խաղաղ օվկիանոսում կանգնեցված նավերի ողջ մնացած անձանց գնդակահարելու բանավոր հրաման է տվել։ Օրենսդիրները նշում են, որ տեղեկությունը դեռ չի հաստատվել։ Շատ հանրապետականներ կասկածում են, որ նման հրաման կարող էր տրվել, բայց համակարծիք են, որ եթե այն իսկապես եղել է, ապա հարցը ունի ծանր իրավական հետևանքներ։ Հանրապետական կոնգրեսական Դոն Բեյկոնը ABC-ի եթերում ասել է. «Պետք է պարզել ճշմարտությունը, չեմ հավատում, որ նա կարող էր նման հրաման տալ, դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»։ Բացի այդ, Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Վենեսուելայի օդային տարածքը պետք է փակ համարվի, ինչն ավելի է սրել հարաբերությունները Մադուրոյի կառավարության հետ։ Ձեզ համար ունենք առանձնացված նորությունների շարք, որոնք վերաբերում են Լոս Անջելեսում և մերձակայքում տեղի ունեցած դեպքերին։ Սկսեմ առաջինից։ Լոս Անջելեսի ոստիկանները Կորեաթաունից հանցագործությունների վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո, րոպեների ընթացքում դեպքի վայր հասնելուց հետո հայտնաբերել են ձեռքին սուր ապակու կտորով, արյունոտ շապիկով փողոցի վրա կանգնած տղամարդու։
Իրավապահները փորձել են հանգստացնել նրան, սակայն հանցագործը չի արձագանքել հրահանգներին և պարզապես փորձել է քայլերով լքել դեպքի վայրը։ Ականատեսները հայտնել էին ոստիկանությանը, որ 35-ամյա Սանչեսը ջարդել է խանութի ցուցափեղկը և ապակու կտորներով ինքն իրեն մարմնական տարբեր վնասվածքներ հասցրել։ Երբ ոստիկանության լրացուցիչ ուժերը մոտեցել էին դեպքի վայր, հանցագործը անսպասելի սկսել է վազել դեպի սպաներից մեկը, ինչի հետևանքով ոստիկանը կրակ է բացել։ Սանչեսը վիրավորվել է և ընկել մայթին, ինչից հետո նրան կալանքի տակ են վերցրել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց բազմաթիվ հրազենային և ինքն իրեն հասցրած վնասվածքներով։ Բուժումից հետո Սանչեսին մեղադրանք կառաջադրվի։ Ավտոինդուստրիայի և ճանապարհաշինության ոլորտում իսկական հեղաշրջում է սպասվում։ Բանն այն է, որ Դեթրոյթում ճանապարհի մի փոքր հատվածը փորձնական վերածվել է Հյուսիսային Ամերիկայի առաջին լիցքավորող ճանապարհի։ Այս ճանապարհը յուրահատուկ է նրանով, որ երբ էլեկտրական մեքենաները շարժվում են դրա վրայով, ճանապարհի շնորհիվ հենց վարելու ժամանակ լիցքավորվում են։ Ասֆալտի տակ տեղադրված են պղնձե կծիկներ, որոնք փոխանցում են հոսանքը մեքենային։ Եթե մեքենան ունի համապատասխան ընդունիչ, այն ավտոմատ ձևով ստանում է մոտ 16 կՎտ զորություն։ Միչիգանի մասնագետները այս փորձով ուզում են հասկանալ, արդյոք կարելի է նման ճանապարհները օգտագործել ավելի մեծ մասշտաբով, օրինակ քաղաքային ավտոբուսների կամ ծանրաբեռնված երթուղիների համար։ Պաշտոնյաներն ասում են, որ եթե ապագայում ճանապարհները կարողանան սովորական կարգով լիցքավորել մեքենաների մարտկոցները շարժման ընթացքում, ապա այն քաղաքներն ու նահանգները, որոնք կկարողանան առաջինը նման ենթակառուցվածքներով ապահովել իրենց ճանապարհները, մեծ առավելություն կունենան։ Տեսագրությունները ցույց են տալիս, թե ինչպես են 3 հանցագործ մեքենայով հարվածում հարավային Լոս Անջելեսի վարսավիրանոցի մուտքին և գողանում հազարավոր դոլար արժողությամբ իրեր ու սարքավորումներ։ Բայց ամենաանսպասելի կորուստը սրահի տիրոջ սիրելի կատուն Սիմբան էր։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա 2:30-ին։ Բաց գույնի Տոյոտա բեռնատարով եկած կասկածյալները մեքենան հետ են տվել ու հարվածել սրահի դռանը, ջարդելով ապակիներն ու վնասելով պատերը։ Այնուհետև 3 դիմակավոր տղամարդ ներս են մտել և արագ հավաքել բոլոր հնարավոր գործիքները՝ սափրիչներ, մկրատներ, լիցքավորիչներ և այլ պարագաներ։ Սրահի տեր Գոմեսը ասում է, որ տեսանյութը նայելիս մտքում միայն կատուն էր։ Սավաննա ցեղատեսակի Սիմբան սրահի հաճախորդների սիրելի կենդանին էր։ Գործիքների մասին ընդհանրապես չէի մտածում, միայն Սիմբայի մասին։ Դա էր ինձ ամենամեծ ցավը պատճառում։ Գոմեսը գնահատում է, որ ամբողջ վնասը գերազանցում է $10,000, սակայն անգամ այդ դեպքից հետո նա չի պատրաստվում փակել սրահը։ Գործը հետաքննում է Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչությունը։ Գոմեսը միայն մեկ խնդրանք ունի. խնդրում եմ պարզապես վերադարձրեք Սիմբային, նա ընտանիքի անդամ է։ Նյու Յորքի ոստիկանությունը հայտնում է, որ շաբաթ օրը Lower Manhattan-ում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել։ Ցուցարարները Չայնաթաունի Center Street-ում փակել են մեքենաների երթևեկությունը, վանկարկելով «Ice Out of New York» արտահայտությունը։ Նյու Յորք քաղաքի ոստիկանությունը նշում է, որ ցուցարարներին մի քանի անգամ հորդորել են հեռանալ, սակայն նրանք չեն ենթարկվել հրահանգներին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտի խոսնակը շնորհակալություն է հայտնել քաղաքային ոստիկանությանը բռնի վարքով քաղաքի մթնոլորտը փչացնողներին վերահսկելու համար։ Բողոքի այս ակցիան կազմակերպվել էր մոտ 1 ամիս անց այն բանից հետո, երբ դաշնային գործակալները ներգաղթի վերահսկողության լայնածավալ գործողություններ էին իրականացրել Չայնաթաունի Քենալ Սթրիթում, կալանավորելով առնվազն 9 մարդու։ Ըստ կոնգրեսական Դեն Գոլդմանի, այդ օրը ձերբակալվածների թվում եղել են նաև 4 ԱՄՆ քաղաքացիներ, որոնք մոտ 24 ժամ պահվելուց հետո ազատ էին արձակվել։ Սան Բեռնարդինոյում մինչև օրս հիշում են 10 տարի առաջ տեղի ունեցած մեծ աղմուկ բարձրացած զանգվածային հրաձգությունը։ Օրերս ամերիկյան լրատվամիջոցներում կրկին քննարկվում և լուսաբանվում էին դեպքի մանրամասները։ Մինչև ձեզ դեպքի հետ ծանոթացնելը նշեմ, որ այն այժմ համարվում է ԱՄՆ պատմության 13-րդ ամենաարյունալի զանգվածային հարձակումը։ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին շրջանի վարչության աշխատակիցը իր կնոջ հետ կրակ բացեցին ծառայողական տոնական միջոցառման ժամանակ, սպանելով 14 մարդու և վիրավորելով 22-ին։ Զույգը մի քանի ժամ անց սպանվեց ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում։ Միջոցառման ժամանակ հանցագործը դուրս էր եկել շենքից, այնուհետև զինված և դիմակավորված հետ վերադարձել։ Նա սկսել է կրակել հենց այն պահին, երբ անձնակազմը պատրաստվում էր խմբակային լուսանկար անել։ Զոհվածների
Զոհվածների ընտանիքներից մի քանիսը մինչև օրս պնդում են, որ իրավապահները տեղյակ էին, որ մեղադրյալը, ով կրոնով մուսուլման էր, աշխատավայրում հաճախ էր կրոնական թեմաներով կոշտ վեճեր ունենում գործընկերների հետ եւ հակված էր առճակատման։ Նյու Յորքում Սև ուրբաթը ավարտվեց ձերբակալություններով, Apple-ի և Zara-ի խանութները հայտնվեցին բողոքի ալիքի կենտրոնում։ Նյու Յորք Post-ի տեղեկություններով մոտ 70 պաղեստինցի ակտիվիստներ ներխուժել են Zara խանութ հենց զեղչերի գագաթնակետի ժամանակ։ Ակտիվիստները սուրիչներով և պաստառներով զինված խանութ մտնելուց անմիջապես հետո սկսել են վանկարկել «Ազատություն Պաղեստինի» կոչերը, մեղադրելով իսպանական բրենդին ցեղասպանությանը մասնակցելու մեջ։ Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 4 մասնակիցների, բայց բողոքի ալիքը դրանով չի ավարտվել։ Մնացած ցուցարարները շարունակել են քայլերթը թմբուկների ուղեկցությամբ, ձեռքում պահելով մտածիր նախքան գնումներ անելը կարգախոսով պաստառները։ Շրջելով մինչև Apple-ի եւ Microsoft-ի խանութներ, նրանք այս տեխնոլոգիական հսկաներին եւս մեղադրել են ցեղասպանությանը մասնակցելու մեջ։ Տեսախցիկը ամբողջությամբ ֆիքսել է, թե ինչպես է Կալիֆոռնիայի Լոս Գատոսի 90-ամյա վարորդը Thanksgiving-ի գիշերը մեքենայով մտնում սրճարանի մեջ։ Ոստիկանությունը չի բացառում, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Կադրերում երևում են, թե ինչպես է մեքենան մեծ արագությամբ սլանում եւ բախվում սրճարանին, ամբողջությամբ ավիրելով այն։ Սրճարանի սեփականատերը նշել է, որ վնասը զգալի է, սակայն ամենակարևորն այն է, որ ներսում ոչ ոք չի եղել եւ ոչ մի մարդ չի տուժել, քանի որ բախման պահին սրճարանը փակ է եղել։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է կայուն վիճակում, նա եղել է մեքենայի միակ ուղևորը։ Ոստիկանությունը հայտնում է, որ ալկոհոլի օգտագործումը կարող էր դեր խաղալ միջադեպում, սակայն քննվում է բոլոր հնարավոր հանգամանքները։ Չնայած ավերածություններին, սրճարանի սեփականատերը վստահ է, որ շուտով կվերաբացվեն։ ԱՄՆ Գերագույն դատարանը դեկտեմբերի 1-ին կքննի մի գործ, որը կարող է ինտերնետում փոխել հեղինակային իրավունքի կիրառումը։ Գործը կվճռի, արդյոք ինտերնետ մատակարարը պետք է պատասխանատվություն կրի իր ցանցերում կատարվող երաժշտական քոփիռայթ խախտումների համար, թե ոչ։ Cox Communications-ը, որը ԱՄՆ-ի խոշոր ինտերնետ, հեռախոս եւ հեռուստատեսային ծառայություններ մատուցող ընկերություն է, բողոքարկել է դատարանի այն որոշումը, ըստ որի ընկերությունը պետք է վճարի $1 միլիարդ Sony Music-ին օգտատերերի կողմից ապօրինի ներբեռնումները չկասեցնելու համար։ Cox-ը պնդում է, որ պատասխանատու չի կարող համարվել, քանի որ ինքը ուղղակի խախտում չի կատարել։ Գործի հիմնական հարցը հետևյալն է. հնարավոր է մատակարարը պատասխանատվության ենթարկվի նպաստվող խախտման համար, եթե գիտեր խախտումների մասին, բայց դրանք չի կանխել սեփական շահույթը պաշտպանելու համար։ Գերագույն դատարանի որոշումը կարող է գլխիվայր շրջել ինտերնետային պատասխանատվության ամբողջ համակարգը։ Southwest Airlines-ը հայտնում է, որ հունվարի 27-ից փոխում է իր կանոնները։ Այն ուղևորները, ովքեր մեկ նստատեղում չեն տեղավորվում, առաջիկայում պարտադիր պետք է նախօրոք գնեն երկրորդ տեղը։ Ընկերությունը անվճար ընտրելու համակարգից անցնում է ֆիքսված անունով նշանակվող նստատեղերի մեխանիզմին եւ հենց դրա պատճառով է փոխում կանոնները։ Մինչև այս նման ուղևորները կարող էին ձեռք բերել երկրորդ տեղը եւ հետո ստանալ գումարի վերադարձը կամ էլ օդանավակայանում անվճար խնդրել հավելյալ նստատեղ։ Նոր կարգով վերադարձը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե թռիչքում մնա ազատ տեղեր եւ երկու տոմսերն էլ գնված լինեն նույն սակագնով։ Եթե ուղևորին անհրաժեշտ է երկրորդ տեղը, բայց նա այն նախապես չի գնել, ապա ստիպված կլինի դա անել հենց օդանավակայանում։ Իսկ եթե տվյալ չվերթում տեղ չլինի, Southwest-ը նրան պարզապես չի թողնի թռչել այդ չվերթով։ ԱՄՆ-ում լայն արձագանք ստացած The Age of Disclosure վավերագրական ֆիլմը նոր գաղտնիքներ է բացահայտում UFO-ների, այսինքն անհայտ թռչող օբյեկտների մասին։ Ֆիլմի հեղինակները պնդում են, որ կառավարությունը երկար տարիներ պահել է տեղեկատվությունը ոչ միայն հասարակությունից, այլև կոնգրեսից ու նախագահներից։ Վերջին բացահայտումները ըստ ռեժիսոր Դեն Ֆարայի այլևս որպես ենթադրություններ չեն դիտարկվում։ Այժմ խոսքը գնում է իրական, հաստատված եւ պետական մակարդակով ուսումնասիրված երևույթների մասին։
Ֆիլմը հիմնված է 34 բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների և հետախուզական աշխատողների հարցազրույցների վրա։ Մարկո Ռուբիոն ասում է, որ ԱՄՆ-ի զգայուն ռազմական գոտիներում բազմիցս նկատվել են օբյեկտներ, որոնք ոչ մի կերպ ամերիկյան տեխնիկա չեն կարող լինել։ Ֆիլմում պնդում են, որ ԱՄՆ-ն հնարավոր գաղտնի մրցավազքի մեջ է Չինաստանի և Ռուսաստանի հետ նման տեխնոլոգիաները հասկանալու և վերլուծելու գործում։ Այս ամենը այլմոլորակայինների թեման ներկայացնում է ոչ թե որպես ֆանտաստիկ պատմություն, այլ որպես ազգային անվտանգության խնդիր։ Ֆիլմում բարձրացվում է մի հարց. արդյոք եղել է պետական հոգեբանական գործողություն, թե այժմ է կիրառվում նոր մանիպուլյացիա։ Փորձագետ Քենթ Հեքենլայվլին նշում է, որ դիտողը գալիս է երկու եզրակացություններից մեկին, կամ իշխանությունը տասնամյակներով մոլորեցնում է հասարակությանը, կամ այժմ է ձևավորվում նոր վերահսկողության մեխանիզմ։ Ռեժիսորի խոսքով այսօր կոնգրեսում և վարչակազմում կան պաշտոնյաներ, որոնք փորձում են վերջ դնել գաղտնիությանը և փաստերը հասանելի դարձնել հանրությանը։ Ֆիլմում մի շարք վկայություններ նույնիսկ պնդում են, որ տեսել են ոչ մարդկային մարմինների մնացորդներ և առգրավված սարքեր։ Թեպետ այս պնդումները դժվար է հաստատելը, բայց դրանց առկայությունը արդեն ցույց է տալիս թափանցիկության աճող պահանջը։ Հանրային ճնշումը ուժեղանում է, և պետությունը այլևս չի կարող անտեսել ավելի բաց ու հաշվետու լինելու պահանջը։ Թեման որքան էլ ֆանտաստիկ թվա, իրական ազդեցություն ունի հանրային վստահության, անվտանգության և պետական հաշվետվողականության վրա։ Եթե UFO-ների շուրջ երկարատև գաղտնիությունը հաստատվի, դա կարող է լրջորեն վնասել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Իսկ եթե պարզվի, որ գործում է հստակ հոգեբանական գործողություն, ապա առաջ կգա նոր հարց. ինչ նպատակով է իրականացվում դա։ Ներկայացված բացահայտումը հիշեցնում է, որ տեղեկատվական թափանցիկությունը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր ֆեյսբուքյան հարթակ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Դոնալդ Թրամփի որդին Էրիկ Թրամփը հայտարարել է նոր օղու վաճառքի մեկնարկի մասին, որը ստացել է Թրամփ վոդկա անունը։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահի անունը կրող այս ուժեղ ալկոհոլային ըմպելիքը արդեն հասանելի է նախնական պատվերի համար։ 0.75 լիտր տարողությամբ ամերիկյան մեծ ոգով օղու շիշը կարժենա $47.45։ ՆԱՍԱ-ի Մարսի վրա գտնվող սարքի միկրոֆոնը առաջին անգամ գրանցել է Մարսում առաջացող մինի կայծակների նման էլեկտրական լիցքաթափումների ձայնը, որոնք առաջանում են փոթորիկների ընթացքում։ Երկու մարսային տարվա ընթացքում արձանագրվել է նման 55 դեպք։ Միկրոֆոնից ընդամենը 2 մետր հեռավորության վրա։ Այս լիցքաթափումները գրեթե տեսանելի չեն Մարսի մթնոլորտի պատճառով, որը աղճատում է և լույսը, և ձայնը։ Հայ-ամերիկյան թանգարանն ու Կալիֆոռնիայի հանրային մշակութային կենտրոնը նոյեմբերի 22-ին անցկացրել են Heritage Gala միջոցառումը։ Գալան ընդգծել է թանգարանի նպատակն ու առաքելությունը, այն է պահպանել հայկական ժառանգությունը և զարգացնել կրթական ու համայնքային ծրագրերը։ Թանգարանի շենքը կառուցվում է Գլենդելի կենտրոնական զբոսայգում։ Ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։ Նոր համալիրում լինելու են ցուցասրահներ, կրթական տարածքներ, հանդիսությունների դահլիճ, ցուցադրական խոհանոց և արխիվային կենտրոն։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։